Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ձեզ հետ Ռադար զրույց հաղորդաշարն է։ Այսօրվա մեր հյուրը քաղաքական գործիչ Ազատ Արշակյանն է։ Ողջույն պարոն Արշակյան, ուրախ եմ ձեզ մեր տաղավարում հյուրընկալելու համար։ Բարև ձեզ, սիրով կգամ հրավիրեք։ Պարոն Արշակյան, սկսենք վերջին օրերի ամենակննարկվող թեմաներից մեկից։ Արտաքին հետախուզական ծառայությունը վերջերս զեկույց էր հրապարակել, որտեղ նշվում էր, որ արտերկրում տարբեր դերակատարներ ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ փորձում են ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ որոշ ուժերի աջակցելու համար։ Նաև այդ հայտարարության վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Սա ինչ է նշանակում, ըստ ձեզ որ երկրի մասին է խոսքը։ Ես կարծում եմ կարող են երկրները շատ լինել, բայց այստեղ պետք է մի ճշտում մտցնեինք, երևի այդ հայտարարության մեջ էլ դա պետք է արել։ Որոշ երկրներ իրենց շահերի ագենտներին ակտիվացնում են տնտեսական, ֆինանսական, գաղափարական, քաղաքական աջակցությունով։ Պատկերացրեք, դա արդեն բավական ըստ էության բան չի փոխվում, բայց թիրախավորում է, այսինքն իրենց ագենտներին, մենք գործ ունենք այլ երկրների շահերի ներկայացուցիչների հետ, դրանք ակտիվացել են։ Հիմա մեր երկրի շահերը պաշտպանող կազմակերպությունը, ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, սահմանապահ ուժերը, հարկային ծառայությունները, էլ ինչ կա, որոնք որ կարող են հսկել, փակել փոխադրամիջոցների վրա հսկող ինչ-որ նախարարության հետ չունենք, մշակույթի նախարարությունը, եթե կա կրթության նախարարությունը, ի վերջո կառավարման համակարգը ամբողջությամբ պետք է պաշտպանի մեր երկրի շահերը, մեր քաղաքացիների շահերը, այսինքն մենք հիմա դա ինքնապաշտպանության գործընթացի մասին է, որ մինչև հիմա կարծես թե մեզ լավ չենք պաշտպանել, որովհետև կարծում եմ, որ ոչ միայն ընտրությունների կապակցությամբ են նրանք ակտիվ, ընդհանրապես մեր երկրի ոչ բարեկամ Ռուսաստանի Ֆեդերացիայի մասին է, ռուս-թուրքական բարեկամությունը, դրա համար ես ասում եմ հնարավոր է, որ դա միայն մի երկիր չի։ Իսկ ըստ ձեզ որ երկրի մասին է խոսքը։ Ռուս-թուրքական, ռուս եւ թուրքական։ Իսկ ինչու անուններ չեն նշվում։ Ես կարծում եմ, որ դա արդեն որոշ իմաստով ագենտուրայի ազդեցության հետևանք է, ընկճվածության հետևանք է։ Իհարկե պետք է նշվի, որովհետև մենք գիտենք, նրանք հայտարարում են, օրինակ, էլի այս քանի օրը նրանց խոսնակը, արտաքին գործերի նախարարության խոսնակը Հայտնի Տիկինը հայտարարեց, վրդովված էր, որ խոչընդոտներ են հարուցում իրենց ագենտների առաջ, այդ նվիրատվությունները, որ անում են, նվիրատվությունների ճանապարհը փակել է մեր իշխանությունը, այսինքն Հայաստանի Հանրապետությունը փակում է ճանապարհը միջամտությունների ու նրանք վրդովված են, այսինքն արդեն գողը արձագանքեց, այդպես ասենք։ Իսկ ըստ ձեզ որ ուժերը կարող են նման բան անել։ Նրանք ովքեր որ կարծում են, որ հայ ժողովուրդը պետություն ունենալու իրավունք չունի կամ արժանի չի։ Հայտարարում են իրենք այդպես։ Հայտարարում է, որ Հայաստանը որպես պետություն չկայացած պետություն է եւ ընդհանրապես դա սպառող նյութական, ֆինանսական, բարոյական սպառման ռեժիմով ապրող պետություն է, դրան կարելի է կցել ինչ-որ մի միության, պետության եւ գլխացավից կպրծնեն։ Ես չգիտեմ ինչ է իրենց գլուխը ցավում, հնարավոր է որ մեր պատճառով չի ցավում, դրանք սիրում են վատ որակի խմիչք օգտագործել, կարող է դրանից է իրենց գլխացավը, կարծում են թե մենք ենք այդ գլխացավը։ Շատերը սա անցկալեցին որպես Սամվել Կարապետյանի ուժի կողմից հայտարարություն, ըստ ձեզ կա նման բան։ Սամվել Կարապետյանը վառ դրսևորումն է, շողշողուն, պլպլան, իրենց լեզվով ասեմ պլպլան, իրենց բարբառում պլպլան է։ Պլպլան բանն է, պերսոնն է, անձնավորությունն է, որ անթաքույց, անձնագրով, լուսանկարով, ես չգիտեմ էլ ինչ որ ուդաստավերիներ կունենա, դե նա, ասենք, առաջ, ես չեմ կարծում ինքը առաջնա մարտիկն է, ինքը ավելի ճիշտ գործիք է, ավելի
հին, ավելի փորձառու ուժեր կան, նրանք բոլորը ովքեր որ Հայաստանը միացրել են ՍՆԳ-ին, Եվրազիական միությանը, ՕԴԿԲ-ին, այդ ուժերը բոլորը միասին հիմա ակտիվացված են, իհարկե Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Իսկ ըստ սա Սամվել Կարապետյանի կողմնակիցների կողմից հայտարարություններ, թե ավելի շատ Ծառուկյանի կամ Քոչարյանի։ Գիտեք, Ծառուկյանը նույնիսկ հուշագիր ունի Եդինայա Ռոսիայի հետ։ Սամվել Կարապետյանը անձնագիր ունի։ Պատկերացնում եք ինչ հետաքրքիր է, այսինքն մարդիկ մունդիրով, այդ հագուստով, որ մենք հանկարծ անուշադրության չմատնենք, այսինքն մարդիկ գալիս են, որ վեզևայոշի են իրենք ասում, այսպես հրավիրում են մեր ուշադրությունը իրենց վրա։ Ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը հիմա բանն է, զոհն է, առաջ են մղել ու նորաթուխ ագենտ է նա շահերի, այդպես ասենք, նախկինում ինքը այլ ֆունկցիաներ է ունեցել, այլ գործառույթ է ունեցել, հիմա որպես նոր բան ավելի աշխուժ է, եռանդուն է եւ շատ հնարավոր է, որ առաջի զոհը ինքը լինի, առաջի թիրախը ինքը լինի, էշալոնացված պայքար է դա, առաջի, երկրորդ, երրորդ շարքը կա, հիմա ասենք Սամվել Կարապետյանն է, վաղը կլինի Սերժ Սարգսյանը, մյուսը կամ ընդհակառակը տեղերը կարելի է փոխել, այո, աշխուժ է Սամվել Կարապետյանը եւ ըստ էս շանսեր ունի նա։ Շանսեր ունի թիրախավորվելու եւ կործանվելու։ Արդեն բանի մեջ է նա հատուկ կարգավիճակ ունի, մեր մոտ կոչվում է դա մասնակի ազատազրկում։ Նա իրավազուրկ է, տեղաշարժելու բանի իրավունքներ չունի, դա այսպես ասած նախազգուշական կրակոց է։ Գիտեք, այդպիսի կանոն կա զինված ուժերում, նախազգուշական կրակում են, որ զգուշեղը մենք քեզ նկատել ենք, կամ սահմանն անցնում ես։ Հիմա իրեն նախազգուշացրել են։ Եթե շարունակվի, կարծում եմ, որ ավելի լուրջ սանկցիաներ կկիրառվեն Սամվել Կարապետյանի նկատմամբ, արդեն հայտարարել ենք, որ դրա դեմ պայքարելու ենք։ Հասարակության մեջ նույնիսկ կարծիք կա, որ նախկին ընդդիմությունը սպառել է իրեն ու նոր ընդդիմությունը, նոր ուժերը կարող են իրավիճակ փոխել, ըստ ձեզ դա այդպես է։ Չէ, նախկին ընդդիմությունը իրեն չի սպառել, որտեղ նախկին ընդդիմության ծրագիրը չի փոխվել։ Այսինքն ծրագիրը հայկական պետության կարգավիճակի վերաբերյալ չի փոխվել, որպես ազդեցության գոտի դեռևս գնահատվում է Հայաստանը որպես ուղղակի ֆորպոստ։ Դա ուղեկալ է 1-2 ժամ դիմադրելու համար կամ այստեղից հակառակորդին խոցելու համար, թնդանոթի միս, եթե կուզեք, ու շարունակ այդպիսի բաներ, ոչ լիարժեք գործընկեր։ Հայաստանը փորձում է հիմա լուրջ քայլեր է անում լիարժեքության առումով, դա առնում է Հայաստանը ինքնիշխան, անկախ եւ ժողովրդավարական պետություն, այսինքն ձեռք է բերում գործընկերության, ես այդպես եմ ասում, լիարժեք պետության կարգավիճակ։ Դա բնական է, որ նախորդ ուժերին, ովքեր որ տիրել են, ապահովել են վասալությունը, միջնադարյան տերմիններ օգտագործենք, վասալական վիճակից դուրս է գալիս Հայաստանը, բնական է, որ նախկին ուժերը, այն ուժերը, որոնք որ խեղդում են Հայաստանին, որոնք որ հետ են մղում Հայաստանին, արգելակում են Հայաստանի զարգացումը որպես պետություն, նրանք հիմա ակտիվացել են ու գործիքակազմ, մենք որ ասենք նախկին, մենք ծանոթ ենք, ուղղակի գործիքակազմը չեն թարմացնում, դա հատուկ բան է, գաղութարարները ընդհանրապես չեն մոդեռնացնում, դա հետք պահպանողական բան է, շարժում է, գաղութարարը մի բան ունի, անհավասարություն, այ անհավասարությունը որպես սկզբունք, այդ անհավասարությունը անընդհատ
ի ցույց է դրվում։ Դրա համար ասում եմ, նախկին ուժերը ակտիվացել են, նախկին չեն, նրանց հետ կան նաև նոր ասացինք Սամվել Կարապետյանը նախկին չի, բայց միևնույն է գործը նախկինն է Հայաստանը հետ մղել, չթողնել որ Հայաստանը զարգանա, ամրանա, ուժեղանա, առողջանա, հարստանա։ Իսկ ըստ ինչու ընդդիմությունը չի միավորվում։ Էշալոնը որ ընդդիմությունը այդպես ասեն, կա քաղաքական ընդդիմություն, կա խորհրդարանական ընդդիմությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը էշալոնացված է նրանց պայքարը։ Նրանք միավորված են նպատակով, հրահանգներով, կառավարման կենտրոնից կառավարման հրահանգներով նրանք միավորված են, բայց ձևը այդպեսին է։ Հերթով են գալիս, փուլ առ փուլ են գալիս։ Սկզբից մեկը, հետո մյուսը, բացի դրանից նաև բան են ապահովում, տարբեր թիրախներ են ընտրում եւ աղմուկ են ստեղծում։ Այս ժխորային է, ազգային ժողովում ընդդիմությունը, ես չեմ բացառում, որ այդտեղ մի քանի հոգի անհատապես ընդդիմադիր չեն հայկական պետությանը, անկախությանը, ժողովրդավարության անհատապես, բայց որպես կազմակերպություններ նրանք, որպես խումբ կամ ֆրակցիա, նրանք ապահովում են, այսպես ասած, բազմազանությունը, բազմաձևությունը հարձակման։ Այ Հայաստանի վրա գրոհում են եւ տարբեր թևերից, ասենք աչ հարձակվող, ձախ հարձակվող, կենտրոնական հարձակվող սպորտային բանով եմ ասում, կան կիսապաշտպաններ, այ հարձակում է գնում, հիմա աչից են մեզ խոցում, ձախից են խոփ, կենտրոնից, թիկունքից, այ նրանք դրա համար, այսպես ասած, մի հոգու չեն կենտրոնացնում մի հոգու վրա, բայց նրանց գործը նույնն է, նրանք միավորված են, հակապետական ուժեր են։ Խոսվում է նաև հետընտրական միավորումների մասին։ Նախարկավոր է ընտրվել, հետո միավորվել։ Այդ մի քիչ իրենք շտապում են։ Ես հիշում եմ, ես հետևում եմ այդպիսի հայտարարություններին, վարչապետը հայտարարեց, որ ջախջախիչ փոքրամասնություն է կլինել։ Փոքրամասնության միավորվել որն է։ Հետընտրական ինչ պետք, փոքրամասնություն, մեր սահմանադրությունը շատ վատ սահմանադրությունը, բավական քիչ իրավունքներ է տալիս ջախջախիչ ջախջախված, այսինքն փոքրամասնությանը, դա թող լինեն, էլի հիմա ինչ են անում, թող այդպես էլ շարունակեն, ես դեմ եմ դրան, ես ուզում եմ, որ հայկական պետական ինստիտուտներում, պետության ինստիտուտներում հակապետական տարրեր չլինեն, դա անհեթեթություն է, երբ հակապետական, պետությունը սնուցում է հակապետականությանը, ինքնասպանություն է գործում պետությունը, ես կարծում եմ, որ պետք է լինի կառուցողական ընդդիմություն, անշուշտ ընդդիմություն պետք է լինի, բայց ոչ հակապետական։ Ուրեմն թող այն ընդդիմությունը, որ հույս ունեմ կձևավորվի, օրինակ Եվրաքվե կոչված, որին միացել է նաև քաղաքացիական պայմանագիրը, դա մի քիչ բան է անում, շփոթեցնում է, որտեղ ես ենթադրում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն կունենա ու իր դաշնակիցները Եվրաքվեում իր դաշնակիցները պետք է դառնան իր ընդդիմախոսը։ Դա շատ հետաքրքիր կլինի, խթանող եւ սանձող ուժ պետք է լինի, զարգացումը խթանող, թույլտվությունները սանձող ուժ։ Այդպիսի ընդդիմություն պետք է լինի, հույս ունեմ, որ մեր քաղաքացիները այդպիսի իշխանություն կընտրեն։ Իսկ ըստ հիմա ի՞նչն է խանգարում ընդդիմությանը միավորվել։ Հիմա նրանք միավորված են, մի նպատակ ունեն, կործանել հայկական պետությունը, անկախ պետությունը, հայկական մարզը, Արմյանսկայա օբլաստ։ Նրանք ուզում են դա մնա, որպես դոնոր, օրինակ Ստալինգրադում կռվելու համար, Բերլին մտնելու համար։ Տարբեր, որ մշակութային դոնորություն են անում, չէ, Արամ Խաչատրյան։ Պարոն Արշակյան, վերջերս Դանիել Իոնիսյանն էլ հայտարարել է, թե Ռուսաստանից փորձելու են ընտրողներ բերել։ Ըստ ձեզ սա արվում է ինքնուրույն, թե Ռուսաստանի կողմից։ Կազմակերպված է։ Ինքնուրույն, ինքնաբուխ մեր ժողովուրդը իրանց հարազատներին տեսնելու համար շատերը չեն գալիս, ընտրելու համար գան,
Անշուշտ կան պարտաճանաչ մարդիկ, որ ուզում են այստեղ ձևավորվի իշխանություն։ Ես դա չեմ բացառում, բայց պետությունը սուզերենության դեմ, մեր իշխանության դեմ պետությունը, օրինակ Բելոռուսը, Ռուսաստանը, նրանք անշուշտ ուզում են, որ իրենց հարմար իշխանություն ձևավորվի, դրա համար իրենց մոտ, իրենցից կախվածության մեջ գտնվող էթնիկ հայերին քշում են, նրանք չեն գալիս, նրանց քշված գալու են այստեղ ուղարկող երկրի, ուղարկող ուժերի շահերը ներկայացնելու համար։ Այսինքն դա արվում է ռուսական շրջանակների հետ համատեղ։ Այո, ռուսական շրջանակներն են դա նախաձեռնում, կազմակերպում, ռուսական շովինիզմը, ռուսական ծավալապաշտները, ես ասեմ, որ այնտեղ էլ տարբեր են։ Ռուսաստանում էլ տարբեր ուժեր կան, ոմանք ուզում են հեռանալ Հայաստանից, որտեղ շահ չեն տեսնում պետական մարմիններում, կան ուժեր, որ լքում են Հայաստանը։ Հայաստանից նրանք ստանալիք չունեն։ Ծրագրեր չկան Հայաստանի վերաբերյալ համագործակցության, փոխշահավետության ծրագիր չունեն։ Նրանք ուզում են հեռանալ, զբաղվել իրենց գործերով, պատերազմը Ուկրաինայում կամ Հեռավոր Արևելքում, ազգային փոքրամասնություններում լուրջ խնդիրներ ունեն, կարող է պայթել, անհնազանդության դրսևորումներ կլինեն։ Այդպիսի ուժեր կան Ռուսաստանում, բայց կան եւ ծավալապաշտներ, այ գաղութարարներ կան, որ իրենց գործն են համարում ընկճել հարևան փոքր պետություններին։ Այն նրանք շահագրգռված են եւ ծախս են անում, ռեսուրսներ են տրամադրում, իրենց շահերի ներկայացուցիչներին քշում են Հայաստան ընտրությունների համար, քարոզչության համար, նաեւ նույնիսկ մենք գիտենք, որ զինված դիվերսիայի ծրագիր է եղել։ Այդ հայտնի Արբատ-Մարբատից ինչ որ ջոկատներ են եղել, որոնք պարապել են այստեղ զինված հեղաշրջում կազմակերպելու համար։ Նիկոլ Փաշինյանն էլ երեկվա իր ճեպազրույցում նշեց, որ Ռուսաստանաբնակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զգալի մասը վստահ է, որ հենց իրենց կընտրեն։ Կան օբյեկտիվ պատճառներ։ Դրանցից մեկը հայ ժողովրդի պետականամետությունն է։ Մենք մեր անունները, ազգանունները, տեսեք, Տիգրաններ, Արտաշեսներ, Բագրատներ եւ այլն, այսինքն մենք մեզ պատկերացնում ենք որպես պետական ժողովուրդ, որտեղից որ լինի մարդը հարգում է պետությունը, սիրում է իր հայրենիքը, որը մարդիկա որ կգան նրանք այ կօգտվեն, այդ շովինիստները չեն հասկանում, մեզ լավ չեն ճանաչում, այ մարդիկ կգան քշված ու կընտրեն նրան, ում որ իրենք համարում են, որ պետականաստեղծ է, անկախություն եւ ժողովրդավարություն է ապահովում։ Այդ այլ պարադոքս է։ Հիմա այսօրվա Հայաստանի գոյությունը դրա հետևանք է, նրանք չեն հասկացել, որ հայ ժողովուրդը կստեղծի Արմենիանսկայա օբլաստը, որ լիկվիդացրեցին, չհասկացան, որ Միասնիկյան եւ Միկոյան են իրենք պատվիրում։ Դուք գիտեք Միասնիկյանը եւ Միկոյան ինչքան մեծ վնաս են տվել ռուսական իմպերիային։ Բացի գաղափարական, քաղաքական, ուղղակի ոչնչացրել են ռուսական իմպերիայի մտավորականությանը, հոգևորականությանը եւ զինվորականությանը։ Ի պաշտոնե Միասնիկյանը եւ Միկոյանը ուղղակի անտանելի հակառուս են եղել։ Ոչնչացրել են ռուսական իմպերիան։ Դա առաջացել է հակահայկական քաղաքականությունից Ռուսաստանի։ Ուրեմն նրանք դառը փորձ ունեն, բայց չեն հիշում, չեն սովորել, որ չի կարելի հակահայկականություն անել։ Մենք վրեժ լուծելու ձևը գիտենք։ Կլինի մեկը Միկոյան, Միասնիկյան, Գայը ռուսական իմպերիայի կենտրոնում, ռուսական տարածքներում պատերազմ էր մաղում քաղաքացիական։ Այսինքն ոչնչացնում էր ռուս ժողովրդի սերուցքը։ Տեսեք ինչ հետևանքներ կունենան, այդ թող իմանան, ականջներին օղանեն։ Ընտրություններից առաջ շատ է խոսում նաև հիբրիդային պատերազմի մասին։ Ըստ ձեզ սրա նպատակը որն է։ Նույնն է Հայաստանը դարձնել վասալ, Հայաստանը դարձնել պիտացելնայա սրեդա։ Ուզում են գրավել Հայաստանը, պահել իրենց համար մանրադրամ, երբ որ պետք լինի
վաճառեն ապրանք որպես ապրանք, որը կարելի է լքել, կարելի է վաճառել, կարելի է ոչնչացնել։ Նպատակը դա է, հիբրիդային կամ այլ պատերազմ է։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը հայկական պետության դեմ զինված պատերազմել է ունեցել։ Հիբրիդային չէ, Կարմիր բանակը 11-րդ բանակը զինված ուժերը մտել Հայաստանը օկուպացրել են։ Հիմա կա դեռ այդ զինված ուժերից մի զորամաս դեռևս Գյումրիում նստած է։ Այդ օկուպացիոն բանակից, այսինքն հիբրիդայինը բան է, թաքնված պատերազմն է, թաքնված։ Այդ հիբրիդային, որ ասում են, թաքնվել են նրանք, բան են անում, մոլորեցնող, որ իբր թե մենք չկանք, իբր թե դա մենք չենք։ Հայաստանում երկար ժամանակ խոսվում էր Քոչարյան-Սարգսյան մրցակցության մասին։ Այսօր այդ մրցակցությունը կա, թե ընդդիմադիր դաշտում այլ գործընթացներ են։ Իրենց քաղաքական դերակատարությունը ինչպես կգնահատեք։ Նրանց մեջ միշտ մրցակցություն կա, բայց ես ասում եմ, նրանք տարբեր գործառույթներ ունեն, հենց որ հրահանգ կգա միավորվել, բաժանվել, հետ գնալ, առաջ գնալ, ձախ, նրանք դա կանեն։ Հենց հիմա նրանց հրահանգված է առանձին քայքայել Հայաստանը։ Նույնիսկ կա տեսակետ, որ Հայաստանի քաղաքական դաշտը դեռևս կախված է նախկին իշխանությունների ազդեցությունից։ Այո, կախվածության մեծ ազգային ժողովում նրանք իշխանություն ունեն։ Ես չասեմ նյութական ռեսուրսների մասին, քարոզչական ռեսուրսների մասին, ֆինանսական ռեսուրսների մասին, նրանք ամեն ինչ ունեն, հաղթահարված չի, նրանք վտարված չեն Հայաստանից որպես հակապետական երևույթ, վտարված չեն, նրանք աշխուժորեն գործում են Հայաստանում։ Իշխանությունները շատ են հայտարարում, որ այս ընտրություններում ժողովուրդը պետք է մերժի նախկին իշխանություններին։ Կարծում եք կհաջողվի, թե ոչ։ Ես վստահ եմ, որ կհաջողվի։ Հնարավորություն կա հիմա։ Մենք ունենք աջակիցներ։ Գիտեք, երբ որ մենք մենակ ենք մնում գաղութարարի հետ, դժվար է իմպերիաների հետ մենք մենակ ազգային պետությունը չի կարող պայքարել մենակ։ Ուժերի հարաբերակցությունը շատ մեծ է, ի վնաս մեզ։ Բայց հիմա մենք ունենք դաշնակիցներ։ Դուք գիտեք, մի քանի օր առաջ Եվրոմիության խորհրդարանը լուրջ, ես ասեմ, որ բացառիկ բաներ են ոչ անդամ պետության ղեկավարների ելույթներ Եվրոմիությունում, հյուրի ելույթը բացառիկ բան է եւ դա հենց ազդակ էր, որ Եվրոմիությունը Հայաստանին կաջակցի, Հայաստանը մենակ չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագիրը TRIP կոչվածը դա հենց նրա մասն է, որ Հայաստանը ունի դաշնակիցներ, Հայաստանը արժեք ունի, Հայաստանը գործոն է այստեղ, այս տարածաշրջանում, Հայաստանը կարևոր պետություն է, որպես պետություն, որպես հենակետ, որպես ֆորպոստ, որպես դաշնակից, Հայաստանը կարևոր է, այնտեղ նույնիսկ մրցակցություն կա, ով ավելի լավ հարաբերություններ կունենա Հայաստան հետ, ով ավելի շատ կաջակցի հայկական պետության անկախությանը։ Բնական չի, որ դրանից հետո Հայաստանի քաղաքացիները կընտրեն իրենց հարմար այդ ծրագիրը սպասարկող իշխանություն, անկախությունը, ժողովրդավարությունը եւ առաջընթացը սպասարկող իշխանություն։ Ես կարծում եմ, որ դա է մեր այսօրը։ Իսկ Հայաստանի քաղաքական համակարգը այս պահին ինչպես կգնահատեք, կայունացման փուլում է, թե խորը ճգնաժամային։ Կայունացում է, ճգնաժամ կա միայն օկուպանտներին սպասարկող ուժերի մոտ, նրանց մոտ քաոս է, նրանց մոտ այո անկայուն է, տագնապ է, դժբախտություն է, նրանք վտարվում են իշխանությունից եւ հույս ունեմ, որ այս ընտրություններում ընդհանրապես կվտարվեն եւ կպատժվեն, դա իհարկե դա անկայունություն է իրենց համար։ Ձեր կարծիքով ինչու է հասարակության մի հատված հիասթափված եւ իշխանությունից եւ ընդդիմությունից։
Հաճախ խոսվում է, որ հասարակության մեծ մասը քաղաքականությունից հոգնել է։ Ըստ ձեզ դա այդպես է։ Դրանք բաներ են, կեղծ բովանդակության հայտարարություններ, այդպիսի բան չի կարող լինել, հոգնել քաղաքականությունից։ Քաղաքականությունից հոգնում է իդիոտը քաղաքական։ Դա հին աշխարհից մնացած բանաձև է։ Կան մարդիկ, ովքեր որ լիազորություններ եւ իրավունքներ ունեն, դրանք կոչվում են քաղաքացիներ։ Քաղաքացի նշանակում է քաղաքական էակ։ Նա չի կարող հոգնել, մարդը հոգնել ինքն իրենից։ Ինչ է իրենը զգում։ Մարդը եթե ինքն իրենից հոգնել է, ինչ է զգում իրեն, հետաքրքիր է, տեսախցիկ է դարձել։ Չի կարող, այդպիսի բան չկա, դա հերյուրանք է, դա ընդհանրապես ավելորդ խոսակցություն է։ Իսկ որ իշխանությունից հիասթափվում են, մեծամասնությունից եւ փոքրամասնություն, դա ամենաբնական բանն է։ Ցանկացած իշխանություն հոգնեցնող է։ Իշխանությունը դա հարկահավաքություն է, իշխանությունը դա կարգ ու կանոն է, իշխանությունը դա բռնություն է, զինվորական ծառայություն է, դա դատախազն է։ Իսկ ըստ ձեզ որ ուժերը կանցնեն խորհրդարան, եթե անուններ նշենք։ Անուն ազգանուններով չեմ կարող ասել, բայց ես կարծում եմ, որ անկախական ուժերը, ժողովրդավարական ուժերը կանցնեն նախ եւ առաջ կարևոր պայմանով, եթե իշխանությունը իր ֆունկցիաները կատարի, այսինքն հակապետական ուժերին արգելի վտարի իշխանությունից, այդ դեպքում Հայաստանում կձևավորվի հայկական պետությանը սպասարկող իշխանություն, սպասարկող, նրանք ծառայեն, տեր չեն։ Այն մենք ծառայից հոգնում ենք, լավ չի աշխատում, ասում են գնա։ Ռոտացիան, իշխանափոխությունը դրա համար է։ Ես կարծում եմ, որ եթե իշխանությունը չի անցնում հակառակորդի կողմը, պատկերացնում եք, այդպիսի բաներ են լինում։ Իշխանությունը թույլ է տալիս, որպեսզի հակառակորդը, պետության հակառակորդը դառնա իր գործընկերը, այսինքն ինքն էլ է դառնում հակապետական մարմին։ Ես կարծում եմ, որ պետությունը պետք է ինքնապաշտպանության օրենքից, իրավունքից ելնելով զտիչներ դնի։ Իշխանությունը պետք է լինի միայն Հայաստանի Հանրապետությանը ծառայող ուժը կամ ուժերը։ Նրանք պետք է հեռացվեն, պատժվեն, վտարվեն, մեղմ ասած, եւ իհարկե ազատազրկվեն։ Ձեր գնահատմամբ այսօր Հայաստանի ամենամեծ ներքին վտանգը քաղաքային է, անվտանգային թե արժեքային։ Ավելի շատ։ Ես կարծում եմ, որ արժեքայինի մասին խոսելը անիմաստ է, որովհետեւ մենք շատ լուրջ ժառանգություն ունենք արժեքային։ Դրանով հայտնի ենք աշխարհում։ Մեր ուսուցիչները, օրինակ, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին ճանաչվել են համաշխարհային մասշտաբի այլ ժողովուրդների համար ուսուցիչ։ 2 թե 3 օր առաջ Մեսրոպ Մաշտոցի հնարած տարրերը այդ հուշարձան որպես բացվեց Եվրո խորհրդարանի բակում։ Այսինքն դա արժեքային համակարգի գնահատականն է։ Հռոմը, կաթոլիկ եկեղեցին, դա աշխարհի ամենամեծ, ամենաազդեցիկ կրոնական կազմակերպությունն է, խոնարհվում է մեր ուսուցիչների առաջ, Գրիգոր Նարեկացու առաջ, ճանաչում է որպես ուսուցիչ։ Ուսուցիչ նշանակում է արժեքներ ստեղծող։ Մեր արժեքները դրանք են։ Եվ ասում եմ, Մեսրոպ Մաշտոցը այսօր ներկա է Եվրոմիության կենտրոնական հրապարակում, այսինքն արժեքային համակարգ է դա։ Ուզում եք ասեմ, ժողովրդավարություն, կնամեծարություն, հայ ժողովուրդը, քրիստոնեություն, կրոնական հանդուրժողականություն, մարդու իրավունքների նկատմամբ հանդուրժողականություն, դրանք մեր արժեքներն են։ Մենք նույնիսկ փաստաթղթավորված է, շատ քիչ ժողովուրդներ ունեն այդպիսի փաստաթղթավորված կանոններ իրավունքի մասին, արժեքների մասին։ Մենք ունենք օրինակ աշտիշատի, որ ամուսնությունը երբ կարելի է, դեռահասների հետ չի կարելի ամուսնացնել, դեռահասներին չի կարելի ամուսնացնել, տեսեք ինչ ենք ունեցել։ Մեր հարևան պետությունը անցյալ տարի դա ընդունեց որպես օրենք։ Մեր մոտ արդեն 1700-1800 տարի է օրենքը, այսինքն հաստատել է ավանդությունը։ Մենք գրավոր դա ունենք։ Մի սպանիր, մի գողացիր, դրանք օրենքներ են։
Ես կարծում եմ արժեքային համակարգի տեսակետից մենք բան չունենք, հիասթափվելու բան չունենք, լավ է։ Իսկ քաղաքական թե անվտանգային վտանգ եք տեսնում։ Քաղաքական դե տեսեք ընտրություններին պատրաստվել ենք, իսկ անվտանգայինը դա անընդհատ վտանգավոր բան է։ Կյանքը անընդհատ վտանգված է։ Տարբեր պատճառ, նույնիսկ անհատապես մարդը պետք է զգոն լինի, չհիվանդանա, տրավմաներ չստանա, ուրիշներին չվնասի։ Նույնը դա տարածում է նաև ժողովուրդների ու պետությունների վրա։ Մենք անկայուն միջավայրում ենք ապրում, այ մեր մոտակայքում, ես ուզում եի ասել մերձավոր արտասահմանում, ռուսիզմ ասեմ, էլի, մերձավոր արտասահմանում մեր հարևանությամբ լուրջ պատերազմ է։ Մի քանի պատերազմ կա, ակտիվ կամ պասիվ պատերազմներ կան։ Իհարկե դա վտանգավոր է, բայց մենք ունենք լավ բանակ, արդիականացնում ենք անընդհատ, մենք ունենք լավ զինվորներ, մենք հայրենասեր ժողովուրդ ենք, պաշտպանված է, եւ ունենք այսօր դաշնակիցներ։ Ուղղակի սահմանների վրա կանգնած են այդ եվրոդիտորդները եւ հիմա էլ հարավային հատվածը ամերիկացիները իրենց դրոշը բարձեցին, այնտեղից էլ մենք ապահովված ենք։ Պարոն Արշակյան, քանի որ անդրադարձանք տարածաշրջանային զարգացումներին, Իրանում տեղի ունեցողը ինչպես կազդի տարածաշրջանի վրա։ Շատ մեծ ազդեցություն կունենա, որովհետեւ Իրանը 2500 տարվա իմպերիա է։ Դա ժողովուրդների բանտ է, ժողովուրդների բանտ է։ Հիմա բանտապահը պատերազմի մեջ է։ Այսինքն անպայման Իրանը պետք է արդիականացնի իր կյանքը, ժողովուրդներին պետք է ազատություն տա։ Ես հիմա չասեմ 20, 10, 5, 7 միլիոն բնակչություն ունեցող փոքրամասնություններ կան իրավազուրկ։ Ես ասեմ նույնիսկ պարսիկներ այնտեղ իրավազուրկ են։ Թվում է թե իրենց իմպերիան է։ Ուրեմն պետք է անպայման լուրջ բարեփոխումներ պատերազմի հետևանքով։ Պատերազմը նաև դրա համար է։ Իրանը ոչ միայն իր քաղաքացիներին է իրավազրկում, Իրանը նաև կոնֆլիկտներ է հրահրում հարևան պետություններում, փոքր պետություններում։ Պատերազմը դրա պատճառով է։ Նաև ուզում է միջուկային զենք ունենալ, միջուկային զենք Իրանը եթե ունենա ում դեմ է օգտագործելու հարևան պետությունների դեմ։ Իսկ հարևան պետությունից կարևոր չի, որ մեկին կխոցի ատոմային զենքով։ Բոլորս Միևնույն է կազդի տարածաշրջանի վրա։ Ես կարծում եմ, որ այս պատերազմում պետք է ժողովրդավարությունը Իրանում, մարդու իրավունքները Իրանում պետք է հաղթեն։ Պատերազմի հետևանքը ես ուզում եմ տեսնել ժողովրդավարական ազատություններով Իրան։ Իսկ ըստ ձեզ դեռ երկար կշարունակվի։ Դա հեշտ գործ չի եւ մի օրում, մի շաբաթում, մի տարում չի լինում։ Բրիտանական իմպերիան կամ իսպանական իմպերիան, ֆրանսիական իմպերիան մինչև հիմա հիվանդ են, տառապում են։ Մենք ռուսական իմպերիայից դուրս ենք եկել, տեսեք ինչի մասին ենք խոսում, հիբրիդային պատերազմի, շահերի ներկայացուցիչների, կարաբրացիանիստների մասին, ուրեմն Իրանին դա սպասում է։ Մենք մեր փորձը կփոխանակենք, մեզ կասենք ոնց անեն, կօգնենք Իրանին։ Իսկ ըստ ձեզ ինչպիսի ելք եք տեսնում, հաշվի առնելով այն փաստը, որ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ արդեն հաղթել է Իրանին։ Գիտեք, այն ծրագիրը, որ Իրանը ունեցել է, դա ձախողվել է, դա նշանակում հաղթանակ։ Պատերազմը չի դադարեցվել եւ կապիտուլյացիայի թուղթը չկա։ Դրա մասին չի։ Այն ծրագիրը, որ ասենք փորձագետները ասում են, որ մի քանի ամսում Իրանը կարող է միջուկային զենք ունենալ։ Դա արդեն չի լինի։ Բացի դրանից հիմա ընդունված բան է դա։ Իշխող վերնախավը փոփոխության է ենթարկվում։ Մարդիկ 90 տարեկան էր, 40 տարի էր, քանի տարի էր մարդը կառավարում էր երկիրը։ Ման արդեն չկա։ Ու փոփոխություններ կլինեն։ Ես կարծում եմ, որ կողքի
մյուս պետությունները Սիրիան եւ Իրաքը որպես նմուշ ծանր է լինելու, ծանր պետք է Իրանի ժողովուրդները պետք է կարողանան հաղթահարել դա ինչքան շուտ լինի, ինչքան խաղաղ ձևերով լինի, ներքին խնդիրները լուծվեն, այնքան մեր համար լավ։ Մենք ուզում ենք, որ մեր հարևանի մոտ կարգ ու կանոն լինի, բարեդրացական հարաբերություններ ունենանք նրանց հետ։ Շնորհակալ եմ շատ պարոն Արշակյան հարցազրույցի համար։ Այսօրվա համար այսքանը, իսկ ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը։